Քանի որ ձեր ծառայողը նշեց, որ հոգևորականներին համար ճանապարհ պիտի բացեն, միջանցք բացեն, որպեսզի անցնեն, այստեղ միշտ տեղի ունենում ժամերգություններ, պատարակներ, քաղաքացիները եւ հոգևորականները ինձնից լավ եք պատկերացնում, հիմա էլ անարգել։ Ձեր ծառայողները եկել են։ Դե պատասխանում, հա։ Խնդրում եմ հարցը տալ նոր, պարոն Ղազարյան։ Ձեր ծառայողները կանգնել են այստեղ եւ ասում են պետք է միջանցք բացենք։ Արհեստական լարվածություն չեք առաջացնում։ Չէ։ Եթե մեր քաղաքացիները պատշաճ ընկալում են մեր հորդորները, բնականաբար ոչ մի լարվածության խնդիր չկա։ Հիմա նույն ձևից տեղա, չէ՞, ինչ տարբերություն։ Հիմա մենք ուզում ենք մեր ծառայությունը ճիշտ ձևով կազմակերպենք, որպեսզի ամեն ինչ նորմալ եւ բնականon հունով ընթանա։ Հասարակական կարգի պահպանության առումով, պարոն Ղազարյան, դուք որևէ վտանգ եք տեսնում, որ այսքան ոստիկանական զորք է այստեղ կենտրոնացված, հաշվի առնելով 10 եպիսկոպոսների հայտարարությունը, որ այստեղ հարաբերական հասկացողություն է, ես հիմա չեմ կարող ասել վտանգ եմ տեսնում, բայց չեմ էլ կարող ասել, որ ընդհանրապես եթե բնականաբար որևիցե խնդիր չլիներ, այսքան ծառայություն չէինք իրականացնի։ Մենք ինքներս ընդհանրապես հասարակական կարգ եւ անվտանգություն ենք ապահովելու մեր բոլոր քաղաքացիների համար։ Մի հատ հարց եք ասել վերջած։ Զայրա 3 հնարավոր է կիրառի ոստիկանություն։ Մենք կաշխատենք, որ չլարվի, որովհետեւ բոլորը մեր ժողովուրդն են եւ իրավունք չունեն մայրաթորի տարածքում լարվածություն առաջացնել։ Ամեն մեկ տարածքում Զայրա 3-ի կիրառումը հնարավոր։ Շատ կներեք, այդպիսի հարց մի տվեք էլի։